Գազայում անհապաղ եւ մշտական հրադադար չի լինի։ Միացյալ Նահանգները վետո է դրել ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձևի վրա, որով նախատեսվում էր ավարտել ռազմական գործողությունները Գազայում։ Խորհրդի 15 անդամներից Միացյալ Նահանգները միակն է եղել, որ արգելափակել է բանաձևը։ Ռուսաստանն արագ է արձագանքել ամերիկյան վետոին։ ՄԱԿ-ում Մոսկվայի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան հայտարարել է, որ քվեարկությունը ցույց տվեց, թե ով է իրականում ուզում խաղաղություն եւ ով է շարունակում աշխարհաքաղաքական խաղերը։ Բաց թողեցինք եւս մեկ հնարավորություն 80 տարի տևող Պաղեստինա-իսրայելական հակամարտությունը լուծելու։ Այսօր բոլորս եւս մեկ անգամ տեսանք, թե ով է իրականում խաղաղություն ցանկանում Մերձավոր Արևելքում եւ ով է շարունակում աշխարհաքաղաքական խաղերը։ ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների ներկայացուցչի տեղակալ Դորոթի Շիան ասել է, թե բանաձևը կխաթարի հրադադարի հասնելու դիվանագիտական ջանքերը։ Վաշինգտոնը դժգոհ է, որ ՄԱԿ-ը Համասին չի որակում ահաբեկչական կազմակերպություն, այն դեպքում, երբ Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան ու Եվրամիության երկրները վաղուց են պաղեստինյան կազմակերպությունը ճանաչել ահաբեկչական։ Ահաբեկչությունը խրախուսող բանաձևին կողմ քվեարկելու փոխարեն, որը նաև խաթարում է բանակցություններն ու թույլ է տալիս Թեհրանին շարունակել անկայունություն հրահրել, եկեք պահանջենք, որ Համասը հանձնվի, զինաթափվի եւ ընդմիշտ լքի Գազան, հանուն տարածաշրջանի բոլոր ժողովուրդների։ Միևնույն ժամանակ, ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցիչ Բարբարա Վուդվարդը բացատրել է, որ ինքը կողմ է քվեարկել բանաձևի օգտին, քանի որ Մեծ Բրիտանիան ցանկանում է, որ Գազայում ավարտվի սարսափելի իրավիճակը, եւ Լոնդոնի կարծիքով այդ բանաձևը մարդկանց տառապանքը մեղմելու լավագույն միջոցն է։ Գազայում հրադադարի բանաձևի արգելափակման լուրը հիասթափությամբ են ընդունել պաղեստինցիները։ Ամբողջ Գազան սովի է մատնված, մենք չենք կարողանում սնունդ կամ ջուր գտնել, եղածն էլ սարսափելի թանկ է։ ՄԱԿ-ի տվյալներով Գազայում ավելի քան 2 միլիոն մարդ սովամահության շեմին է։ Իսրայելը շարունակում է Գազայի հատվածում սովի մատնված մարդկանց ռմբակոծությունը։ Մարիամ Ամիրջանյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուրի համար։